որ հակաալերգիկն է ամենաուժեղը։ Սա ամենաշատ տրվող հարցերից մեկն է, որի մասին կխոսենք այսօր հակահիստամինային պրեպարատների մաս 2-ում եւ կուսումնասիրենք, թե որ հակաալերգիկներն են իրականում ամենաուժեղը գիտությամբ ապացուցված։ Իրականում ամենաուժեղ հակահիստամինային պրեպարատներ գոյություն չունեն։ Տարբեր մարդկանց մոտ տարբեր դեղեր, ինչպես հակահիստամինայինները, այնպես էլ այլ դեղեր, կարող են տարբեր արդյունավետություն ցուցաբերել։ Ժամանակակից ուղեցույցներում առավել հաճախ նախընտրում են բիլաստին, դեզլորատադին, ֆեքսոֆենադին, լևոցիծիրիզին, ցիծիրիզին եւ այս շարքի մյուս դեղերը։ Եթե մի դեղը բավարար արդյունք չի տալիս, բժիշկը կարող է առաջարկել այլ տարբերակով կամ փոխել բուժման սխեման։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդու օրգանիզմի արձագանք տարբեր է, ուստի առաջին անգամ օգտագործելիս պետք է զգույշ լինել մեքենա վարելիս կամ ուշադրություն պահանջող աշխատանքներ կատարելիս։ Դրա համար միշտ նախազգուշացվում են։ Կարող եմ ամեն օր ընդունել հակաալերգիկ։ Սա շատ հաճախ տրվող հարց է։ Այո, եթե ալերգենը շարունակաբար առկա է։ Օրինակ, ծաղկափոշու սեզոնին ու այլ քրոնիկ եղջերացանի դեպքում դուք կարող եք ամեն օր օգտագործել հակահիստամինային պրեպարատներ, ընդունելով միևնույն ռեժիմով։ Ժամանակակից դեղերը կարող են կիրառվել շաբաթներով, նույնիսկ ամիսներով, իհարկե բժշկի նշանակմամբ եւ հսկողությամբ։ Հնարավոր են կողմնակի ազդեցություններ։ Հակահիստամինայինները սովորաբար լավ են ընդունում օրգանիզմի կողմից, սակայն իհարկե կարող են առաջացնել քնկոտություն, գլխացավ, բերանի չորություն, գլխապտույտ, հազվադեպ դեպքերում սրտխփոցի զգացողություն։ Եթե կողմնակի ազդեցությունները արտահայտված են լինում, անպայման անհրաժեշտ է դիմել բժշկի եւ խորհրդակցել կամ փոփոխել դեղը կամ փոխել բուժման տակտիկան։ Հակահիստամինայինները չեն բուժում ալերգիայի պատճառը, դրանք վերահսկում են ախտանիշները եւ բնականաբար լավացնում կյանքի որակը։ Եթե ալերգիան հաճախ է կրկնվում, ծանր է ընթանում կամ զգալիորեն վատացնում է կյանքի որակը, անհրաժեշտ է դիմել ալերգոլոգի, պատճառը պարզելու եւ համապատասխան բուժում ստանալու համար, մինչեւ պատճառը վերացնել։ Եվ վերջում մի կարևոր խորհուրդ։ Եթե դուք հաճախ եք օգտագործում հակաալերգիկ դեղեր, միշտ կարդացեք դեղերի հրահանգները եւ մի գերազանցեք առաջարկված դեղաչափը։ Ավելի շատ չի նշանակում ավելի արդյունավետ։ Մի փոքր ինֆորմացիա էլ նաեւ երեխաների համար ֆենիստիլի մասին։ Ֆենիստիլը շատ հաճախ կիրառվում է մանկական պրակտիկայում։ Հայաստանում եւ այլ հետխորհրդային երկրներում ծնողների ամենահայտնի հակաալերգիկներից մեկն է համարվում ֆենիստիլը։ Ֆենիստիլը պատկանում է առաջին սերնդի հակահիստամիներին։ Այն հասանելի է կաթիլների եւ գելի ձևով, ինչն էլ նպաստել է դրա լայն կիրառմանը մանկաբուժության մեջ։ Երբ է կիրառվում ֆենիստիլը կաթիլների ձևով, այն կարող է նշանակվել ալերգիկ ռինիտների դեպքում, եղջերացանի ժամանակ, մաշկային ալերգիկ քորի դեպքում, այտուցների դեպքում ալերգիկ, միջատների խայթոցների հետ առաջացած քորի ժամանակ։ Որոշ դեպքերում նշանակում են պատվաստումներից հետո արտահայտված ալերգիկ ռեակցիաների դեպքում։ Ֆենիստիլ գելը հիմնականում օգտագործվում է տեղային քորի եւ միջատների խայթոցների դեպքում։ Ֆենիստիլը կարող է կիրառվել վաղ մանկական տարիքում, իհարկե բժշկի ցուցումով, ինչի շնորհիվ այն երկար տարիներ եղել է մանկաբույժների եւ ծնողների ամենահաճախ ընտրության դեղերից մեկը։ Սակայն պետք է հիշել, որ այն առաջին սերնդի հակահիստամինային պրեպարատ է եւ կարող է առաջացնել քնկոտություն, հոգնածության զգացողություն, երբեմն հակառակ ազդեցություն, գրգռվածություն եւ անհանգստություն։ Վերջին տարիներին եվրոպական եւ ամերիկյան ալերգոլոգիական ուղեցույցները երկարատև բուժման համար ավելի հաճախ նախընտրում են երկրորդ սերնդի հակահիստամինները՝ ցիծիրիզին, լորատադին, դեզլորատադին, քանի որ դրանք ավելի քիչ են առաջացնում կողմնակի ազդեցություններ, ինչպիսին են օրինակ քնկոտությունը եւ մնացած ամենը, որը նշեցի, եւ ունեն ավելի բարենպաստ անվտանգություն։ Այդ պատճառով շատ մասնագետներ ֆենիստիլը դիտարկում են որպես օգտակար տարբերակ որոշակի իրավիճակներում,
սակայն ոչ միշտ որպես երկարատև կամ առաջին ընտրության բուժում։ Եթե այս թեման ձեզ հետաքրքրեց, գրեք մեկնաբանություններում, թե որ հակաալերգիկ դեղն եք դուք օգտագործում եւ ինչ արդյունք եք տեսել կամ ինչպիսի կողմնակի ազդեցություններ եք նկատել։ Շնորհակալություն դիտելու համար։ Բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, որպեսզի բոլոր տեսակի դեղերի մասին ստանաք գիտահեն ինֆորմացիա։ Առողջ եղեք։